Բարի լույս սիրելի հետևորդներս, ինչպե՞ս եք, ո՞նց եք, ինչով եք զբաղված։ Ինձ մոտ միշտ աշխատանքային է, կոֆես պատրաստեմ, խմեմ ու որ գնամ աշխատանքի։ Այսօր օրը շաբաթ է, ողջ հանրապետությունով շաբաթօրյակ է հայտարարված եւ եղանակն էլ ոնց որ թե ուզում է մեզ խանգարել, ողջ գիշեր անձրև է եկել, հիմա էլ անպածա։ Բայց դե եղանակը փոփոխական է, մեկ է տեսար բացեց ու մենք մեր շաբաթօրյակը սկսեցինք։ Ով որտեղ աշխատում է, իր աշխատավայրում շաբաթօրյակ է անում։ Բնակիչները նույնիսկ շենքերում են շաբաթօրյակ անում, տարածքներն են մաքրում։ Մաքուր լինելը, մաքրությունը շատ լավ բան է, բոլորիս էլ հաճելի է, երբ միտեղ գնում ես թեկուզ քաղաք ես, մի ինչ-որ քաղաք ես գնում, մի ինչ-որ վայր, ամեն ինչ մաքուր է լինում, քեզ էլ հաճելի է եւ չես համարձակվում աղտոտել տարածքը։ Եթե նկատել եք, մենք երբ գնում ենք դուրս ինչ-որ գետի ափ, ինչ-որ մի բան ուտելու, անպայման մենք ոչ մի թուղթ չենք գցում, մեր աղբը մեր հետ բերում ենք, մոտակա աղբամանն ենք գցում կամ բերում ենք մի երկու թուղթ կոնֆետի կամ ինչ-որ մի բան, տանն ենք գցում, չի կարելի կեղտոտել շրջակա միջավայրը, մաքուր պահենք մեր բնությունը մեզ մաքուր օդ է տալիս, պահպանենք եւ սիրենք բնությունը, սիրելի հետևորդներս եւ բոլորս էլ ուրախ տրամադրությամբ գնանք շաբաթօրյակի։ Սիրելի հետևորդներս, սա գիշերվա խաշած սունկն է, լավ ջերքանվել է, եթե հասցնեմ հիմա կդնեմ սառցախցիկ։ Սա էլ շրեշտն է, սիրելի հետևորդներս։ Մենակ հասցնեմ խմել, չզանգեն կանչեն։ Ոյ, ջոզ վայց բարձրանում թափվում է, մի սիրելի հետևորդներս, միշտ թափվում է, պահին երևի պիտի կամաց անեմ։ Քանի օր է, սիրելի հետևորդներս, այստեղ չեմ նստել, կոֆե խմել, ձեզ հետ խոսել, որ շատ զբաղված եմ, սիրելի հետևորդներս, այն որ տանը համարյա տան գործերին ժամանակ էլ չի լինում, միայն հասցնում եմ դաշտը, այդ պահին եթե ես չգնացի դաշտում, հավաքեցի կամ որևէ բանջար, ժամանակը անցնում է, ինքը դախանում է, թռնում է, մի խոսքով դրա համար ձգտում եմ այդ գործերը անեմ, այդ դաշտի տան գործերը կա ու կա, այն անպամած օրերին, եթե անձրև է գալիս, կարող եմ տան գործերը անել։ Պետք է աշխատանքային ռեժիմդ էլ կարողանաս կարգավորել, բոլոր գործերը հասցնես, կատարես։ Այս ամպերը լավ բան չեն խոստանում, անպածա, ուր որ է կարծես թե անձրև կգա։ Ոնց որ թե շաբաթօրյակ չարեցինք, իհարկե ներսը։ Այս կոֆեն իրոք համով կոֆե է, չգիտեմ ես էլ ինչ սուրճ է, սա էլ ինչ սուրճ է, չեմ փորձել, սա Գալինան էր բերել, աղացած կոֆե է, սա էլ կփորձեմ, անցած անգամ լուծվող կոֆե էր բերել, իրոք իմ դուրը շատ եկավ, առաջ անգամ էի օգտագործում այդ լուծվող կոֆեից, շատ լավն էր, մինչև հիմա էլ կա, սա էլ վատը չի լինի, Գալինայից ճաշակը լավն է, արդեն երևի գիտի, որ ես դառը սուրճ եմ խմում, հաստատ դա դառը կլինի։ Ահա սիրելի հետևորդներս, տեսեք ինչ եղանակ է, բայց ինձ թվում է, որ ամպերը կգնան, եղանակը կբացի, բայց գիշերը հեղեղ է եկել, բայց գիշերը լավ անձրև է եկել, սիրելի հետևորդներս, ահա,
Այսիշ թռչուններ են երկնքում։ Մի հատ տարածքը ուսումնասիրեմ։ Շուն է ինչ կուլտուրական ճանապարհը անցնում է։ Ածիլներն են, որ ցանել է, դրել են պատշկամբում։ Լավ են եղել, մի քիչ հող պետք է տա։ Այսօր դրանով կզբաղվեմ այդ հարցով։ Տեսեք, ինչքան են մեծացել, նոր ջրեցի, սիրելի հետևորդներս, լոլիկներն էլ են մեծացել, այս պղպեղները արդեն կարմրել են, փոքրիկ կարմիր պղպեղներ են, սրանք էլ մեծացել են, իսկական սածիլել է, սրանք յուրահատուկ սորտի լոլիկներ են, առանձին են ելակների շարունակությունը այս լոլիկները կդնեմ տարբերվող, պղպեղներն էլ վատը չեն, բա, որպես, բայց այս պղպեղները պետք է հանեմ դնեմ պատշկամբը, սովորեն դրսի օդին, լոլիկներն են նույնպես կշարեմ, որ դրսի օդին սովորեն իրանք, չտանեմ սածիլեմ թառամ են, իրանք հիմա սենյակային օդի են սովոր։ Սիրելի հետևորդներ, շաբաթօրյակը սկսվեց, մեր հիվանդանոցում շաբաթօրյա կա, բոլոր աշխատողներով, չէ տիկին Ամալիա, նկարեմ, չէ գցեմ YouTube։ Հա, աշխատողներով դուրս ենք եկել շաբաթօրյակ, մի քիչ եղանակը ամբար է նպաստեր։ Հա, ամբար է նպաստեր, անձրև է եկել գիշերը, բայց դե մենք այնքան շատ ենք սիրում աշխատել, որ չենք նայում անձրևա ինչա, մի կողմից էլ լավ է, ջրվել է և փոշի չի լինում, հավեսին ավլում ենք, մաքրում ենք։ Թաթիկով արեք։ Այդ են։ Մեր կոլեկտիվը ինչքան աշխատող է։ Այո։ Այո։ Սրահն է, էլի, մուտքը սենց է, դիալիզ, որ մտնում ենք։ Շաբաթօրյակ ենք անում, մաքուր պահենք մեր տարածքը, չկեղտոտենք և տենանք քանի օր կտևի մաքրությունը։ Մաքուր անես չի, որ կեղտոտա տարածքը։ Լավ էլ երկար տևում անես չի, որ։ Հա, չէ, շատ չի կեղտոտվում, այո, միշտ էլ մաքուր է։ Ինչ։ Աշխատում եմ, կաղա չեմ աշխատում, որ մասն է թամ ավլեմ։ Հա։ Բայց անձրևը մի քիչ մեզ խանգարում է, սիրելի հետևորդներ։ Հիմա այն կոմից բերեմ, այս կոմը ջրելա լավն է, ինչ հավեսին, որ փոշի չլինի։ Շաբաթօրյակ հայտարարվի, միշտ էլ մաքրում ենք։ Մաքուր ենք պահում տարածքը։ Այդ քեզ կանաչ խոտ։ Էնի մի քիչ վատնա, բայց ոչինչ, Նինա, լավ ավել չունենք։
Տանիքները սիրուն բացվել են։ Ինչ է լավ փարթամ են։ Մեղր չեք սարքում խատուտիկներից։ Նամուկունը սարքել ես է սարքել։ Չէ, հələ ժամանակը չի։ Ժամանակը նամես լավ իսկական։ Հա։ Ժամանակ կա գնամ, տենամ պիտի սարքեմ կոնի մուրաբայել։ Ավեսին ծաղկել են մեծ, կարելի է քաղել ու չորացնել։ Դիալիզի եւ ընդունարանի տարածքն, ամեն մի բաժին իր տարածքն ունի։ Լավ էլ մաքրիր, սկի երեք բաժինը հաղթեց, հա։ Մենք շուտ վերջացրինք։ Սերին, կասեն մեր տարածքը, ձեր տարածքը քիչ է, ավլեցինք։ Արի, էդ էլ բեր լցրու Նինա։ Բեր լցրու գնանք։ Ասեր։ Սիրուն դերն էլ ասարը։ Հա, հավես է։ Լավ սարը բանջարի։ Սիրելի հետևորդներս բոլորով մաքրում են։ Կոլեկտիվը աշխատանքի մեջ է, աշխատելու մեջ է։ Վրում էլ պարտադիր նկարվում են, որ տեսնեն ինչ աշխատող են։ YouTube-ով կտենակ ժողովուրդ։ Չացրեցիք։ Սիրելի հետևորդներս աշխատանքից վերադարձել եմ ու էլի սունկ եմ լվացել, այս անգամ սենց կտրում եմ ուրիշ տարբերակով պատրաստեմ, ձվով չեմ պատրաստում, շատ համեղ տարբերակ կա, սիրելի հետևորդներս, ձվով են չի։ Այս փոքրիկները չեմ կտրում, սենց էլ լցնում եմ, ասեմ, որ սունկերիցս ահակին վաճառեցի, որպեսզի չլվամ, բայց դե էլի սառնարանում ունեմ լվանալու, ահակին վաճառել եմ։ Ինչպես միշտ սիրելի հետևորդներս տեսնում եք, սպաս եմ էլի պատրաստել։ Տաքացնեմ նոր ուտես, Լիլիթ ջան։ Տենց լցնեմ, էսա։ Սունկը դնեմ թողեվի, սունկ էլ կուտես, շատ համով է այս ձևով լինում սունկը, հեսա, ինչի կպատրաստ է, ահա, Լիլիթիս համար սպաս է լեցնեմ, Լիլիթը գիտեք արդեն, որ սպաս շատ է սիրում, կգնաս ինդ է կնստես կուտես, կեր, դու պիտի սնվես, որ շուտ լավ անես, գնա Այս ամանները, սիրելի հետևորդներս, ամբողջությամբ սունկ էի սիրուն շարել, դասավորել ու վաճառեցի, բրծա է սունկ լվալուց։ Դե բնականաբար, որ եկան սունկ առնելու, ծանոթներ են, հյուրասիրեցի, կոֆե խմեցինք, հիմա էլ հավաքեմ։ Ծիրանի չիրա, բնական ճանապարհով չորացրած սիրելի հետևորդներ, խամ չիր, մենք տենց ենք ասում, ոչ շաքարավազ եմ տվել, ոչ եռացրել եմ, հենց բացել ու փռել եմ, չորացել է։ Հիմա էլ ջրով, տաք ջրով լվանում ենք ու ուտում։ Իհարկե ես եմ ուտում, դե Լիլիթը չի ուտում։ Սնկի հոտը տարածվեց եկավ։ Քանի որ սառնարանը բացեցի, այստեղ շուշան ունեմ, այս շուշանն էլ հանեմ ձեռքի հետ մաքրեմ, համել տարածքս կազատվի։ ու դաշտի սոխով ու դաշտի սոխով եմ սարքելու քորիադով։ Շուշանը դատարկեմ ու մաքրեմ։
Սա էլ Շուշանը, սիրելի հետևորդներս, մոտիկից եմ ցույց տալի։ Սա իհարկե կարող եմ այսպես կտրել, թթուել դնել, կամ խաշեմ տապակելու համար, կարամ թթուել դնեմ սա, խնդիր չի հենց տերևներով, լավն է, մատղաշ, հավեսին, դալար, կարամ թթու դնեմ, կարամ դնեմ սառցախցիկ, մի քիչ էլ մանդակ ունեմ, հեսա, այդ մանդակի հետ կխառնեմ, կտապակեմ, քիչ խնջլոզ եմ հավաքել, սիրելի հետևորդներս, ահա, խնջլոզ է, ես էլ հեսա մաքրեմ, էլի եփեմ դնեմ սառցախցիկ, ահա, ոյ սունկիկը, հաղ եմ լցնում, իչքան ջուր դուրս տվեց, ահա, սա դաշտի սոխն է, քորյադը։ Ես էլ սովորական սոխ է, հողամասի են աշնասոխերից է մնացել է ու աճել է։ Սա տանեմ լավ լվանը։ Սոխը կտրատեմ, այստեղ կկտրատեմ, որ արագ լինի։ Երկար։ Իրոք, որ ձվով սարքում են սունկային, համը չի ունենում, չգիտեմ։ Համով է, բայց ասենց ավելի յուրահատուկ է։ Դուք էլ փորձեք, նույն ձևով անընդհատ մի սարքեք։ Կարագը լցրեցի ու կտրատած սոխը։ Կարագ ու սոխ։ Սիրելի հետևորդները, սոխը տապակվեց և ես սունկն եմ ավելացնում, քամած սունկը։ Սոխի հետ սա թող տապակվի։ Սոխի հետ թող սաղը տապակվի, սիրելի հետևորդներս, սոխի վրա կարմիր պղպեղ չլցնեք, առաջինը սունկը կլցնեք, թող տապակվի նման, հետո նոր հերթով, որ հերթականությամբ ես կանեմ, դուք էլ եթե որոշեք պատրաստեք, այդպես կանեք, եթե սոխի վրա կարմիր պղպեղը լցնեմ, ինքը վառվելու է, տապակվում է, այսպես պետք է ինքը կարմրի։ Ոյ, լավ տապակվել է։ Ինչ եմ կտրատում, դաշտի քորյադն է, սովորական կանաչ սոխ է, երկու ճյուղ էլ կանաչ սխտոր է։ Եթե սոխի հետ անենք այս կանաչները կվառվի։ Դրա համար մի քիչ ուշ եմ կտրում։ Մի տնավարի տնական համեղություն ենք սարքում ու նստենք հաց ուտենք։
Համեցեք սիրելի հետևորդներ, մոտիկ գտնվող հետևորդներ, Ծիտրոն եմ ավելացնում, չորացրած ծիտրոն։ Միայն ծիտրոնն է սնկին համով սարքում։ Մի փոքր կարմիր պղպեղ։ Աղը տեղն է, ասեմ, որ ջրի մեջ շատ աղ էի լցրել։ Հիմա կարիք չկա, որ աղ ավելացնեմ։ Եթե պղպեղ ունեք, բուլղարական պղպեղ, սովորական պղպեղ, կարող եք կտրատել, լցնել։ Ես տանը չունեմ եւ առանց պղպեղ եմ պատրաստում։ Յուրահատուկ բաղադրատոմս է սա։ Պատրաստեք այսպես սիրելի հետևորդներս, կտենաք ինչ համեղություն է։ Եվ վերջ, ահա, անջատում եմ, մի հատ մոտիկից ցուցադրում այս համեղությունը, բայց համը չեմ կարող փոխանցել, տեսքը կարող եք տեսնել, համը չեմ կարող փոխանցել, բայց վստահ ասում եմ, որ շատ համեղ է, պատրաստեք, դուք էլ կհավանեք։ Կարող եք ձեր ճաշակով պատրաստել, ձեր բաղադրատոմսը ստեղծել, սիրելի հետևորդներս, ինչ էլ կանեք, կեփեք, ուրախ ուտեք, առողջ ուտեք։ Այս կողմի վրա նորից աշխատանքներ եմ կատարում, այստեղ տեսեք ես մանդակը մաքրեցի, մի ուտելու մանդակա, սա լավ կլվանամ ու կեփեմ, սա էլ ալագյազի ճյուղ է, այստեղ աղբն է, ավելորդ մասերն է, տոպրակի մեջ եմ կտրում, որ շատ գործ չբացեմ ինձ։ Որոշեցի, որ թթու դնեմ, այս մի փոքր մասն եմ կտրում, այս տերևներով էլ է համով թթուն, չեմ զակատում, մի փոքր դնեմ, հենց հիմիկվա ուտելու համար։ Փոքր է շուշանը, թե հիմա ինձ թված, բայց ոնց որ թե քաղել էին, եթե մեծը լինում է, ապա այսենց չափի է լինում, ինձ թված քաղել էին, ոտնահետքեր էլ կար, սիրելի հետևորդներ, թե չամեն տարի տեղից, այդ նույն տեղից ընտիր այսենց ավելի լավ շուշան ենք բերել, ինձ թվում է քաղել են։ Ահա, այս մասերը մի քիչ կտրում եմ, այսենց թթու, իսկականն է, իսկական է։ Մի փոքրիկ ամանով կլինի։ Շուշանի թթուն մանդակի թթվից համով է։ Ես այդպես եմ մտածում, որովհետև գիտեմ էլի։ Անցած տարի շուշան փակել էի, ահագին փակել էի։ Շուշանը թանկ է, շուկաներում ահագին թանկ է շուշանը։ Սա այնքան որ փոքրիկ շուշաններ էին, բայց համով են, ինչ է բերես դաշտից մեկը համեղությունն է։ Էսի սենց շուշանն եմ մաքրեցի սիրելի հետևորդներս եւ իր այստեղը զիջում այս մի բանջարին, խնջլոզին։ Կմաքրեմ, բայց մինչ այդ շուշանը տանեմ լցնեմ ջուրը, թող փափկի, որ խաշեմ։ Լստեղ է, այնքան է դալարա, բայց քան համովա շուշանի թթուն։ Շուշանն էլ լվացի, մի հատ նայեք ինչ լավն են, իհարկե ասում եմ, որ ընտիր շուշաններ էլ կան, իհարկե, դա էլ վատը չի սիրելի հետևորդներս,
Շուշանի զոխերը այսենց սպիտակ պսպղում են։ Լավ լվացի մեկ խաշելու եմ, մի փոքր բանկայով թթուկ կլինի։ Շուռումուռ կտամ ու կհանեմ։ Շուռ տամ։ Սա մի հատ եռը կվերցնեմ, մատղաշը շատ չեմ եռացնի։ Մարինատ անելուց, որ փակում ենք, այս տերևները չենք թողում վրան, որ սա հիմիկվա ուտելու համար է, տերևներով էլ ենք դնում, համով է շատ լինում։ Մարինատ անելու համար այսքան չենք եռացնում, մի հատ խաշում ենք ու վերցնում ենք, որովհետև բանկաների մեջ նորից եռացնելու ենք, որ չլղկվի։ Տիրությունա չէ, աղ եմ լցնում, ավեսի եղավ երկու կողմից։ Մնաց որ սառի։ Սիրելի հետևորդներ ջան, սա թող սառի, տաք վիճակում թթու չեն դնում։ Թող սառի, հետո թթու կդնեմ։ Նույն ձևով լուպահը ես չնկարեմ, չցուցադրեմ, նույն սխտորուկի պես փլավի ջրից մի քիչ աղի։ Նաև աղ եմ լցրել վրան։ Դժվար ոչ մի բան չկա, սիրելիներս, դուք էլ օգտվեք բնության բարիքներից։ Ես խնջլոզն եմ մաքրում, պրպոշն եմ մաքրում, այնքան կա, սա էլ վերջինը, նույն ձևով լավ լվանալու եմ, քիչ խաշեմ, քամվի ու դնեմ սառցախցիկը։ Ինչպես միշտ, սա իմ տեղն է, սիրելի հետևորդներս, կոֆե եմ այստեղ խմում, գործերս եմ անում ու ձեզ հետ զրուցում եմ, հաց ենք ուտում, ինչու չէ նաև։ Այս բանջարների հետ կապված այդ բոլոր գործերը, որ պիտի մաքրեմ, անեմ, բոլորն էլ մեծ հաճույքով եմ անում, սիրելի հետևորդներ ջան։ Չեմ դժգոհում, մեծ հաճույքով, մեծ սիրով մաքրում եմ տեղը տեղին, 100 անգամ նայում եմ, որ ոչ մի բան չմնա մեջը, խոտի մնացորդներ։ Այն կտրած մասերից կտրում եմ, այդ հողային շերտը հող չլինի, մաքուր, այլ այսպես առանձնացնում եմ։ Գլխիկով է եկել արմատով։ Սա հիմնականը շեղբիկով են հանում, շեղբով են հանում, որ այս սոխուկի մասերը գա, բայց դա էլ սիրելի հետևորդներս վերանում է այս բանջարի տեսակը, արմատը պետք է թողենք հողի մեջ։ Ինչ այլ է Լիլիթ։ Ցոգոլ ես ուզում, հո ջերմություն չունես։ Հա? Չէ։ Ընկա հավեսի ու մաքրեցի։ Սիրելի հետևորդներս արդեն պարզա էլ սենց երկար չցուցադրեմ, այսքան մնաց, որ մաքրեմ, ձեզ ասում եմ բարի գիշեր, առողջ եղեք, ձեր ընտանիքի, ձեր հարազատների հետ միասին, ինչ էլ կպատրաստեք, կստեղծեք,
թե ձմռան համար, թե այժմյա ուտելու համար բարի ախորժակ, անուշ ուտեք, առողջ ուտեք, նաև չեք մոռանում բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք եւ լայքեք, դուք լայքում եք, ես էլ մեր վայքում եմ, մեր վայքի չքնաղ բնությունն եմ ներկայացնում, մեր լեզվով ասած դարը դաշտը